Բարև ձեզ հարազատներս, այսօր մի շատ կարևոր թեմայի մասին կխոսեմ, որ այս աշխարհում սեր չկա։ Սերը շատ հազվադեպ ենք տեսնում սիրո արտահայտություններ, ինչի եմ այս թեմայից խոսում, անցած տարի ինձ մոտավորապես այս ժամանակներում կյանքի իմաստը հետաքրքրեց, սկսեցի կյանքի իմաստը փորփրել, որ տեսնել ինձ թվում էր թե արդեն ունեի, բայց փորփրելուց հետո ձեզ հարցեր տվեցի, հետո ես եկա մի ուրիշ եզրակացության, որ կյանքի իմաստը գտա, գուցե շատ չէր տարբերվում նախորդից, բայց ձևափոխվեց։ Իսկ եթե քո կյանքի իմաստը, քո հարցերի պատասխանը ճիշտը գտնում ես, մի քիչ ճանապարհդ ավելի հեշտանում է։ Հիմա, որ այսպես նայում եմ մեր աշխարհին, սիրո բացակայություն եմ տեսնում, այս ամենը ինչ որ մենք տեսնում ենք, ոչ միայն պատերազմների վերաբերյալ եմ սա ասում, ամենը բոլորիս կյանքում սերը չկա։ Կամ գուցե պատճառը այս տեսահոլովակի, որ մուլտֆիլմի մեջ որ ասում եմ, это весна Մաուգլի, կարող է դրանից էլ է, բայց միակ բանը, որ ինձ կյանքում զարմացնում է, դա սիրո արտահայտությունն է, գուցե ձեր մոտ ուրիշ է, ձեր մոտ գուցե լի է սիրով կյանքը, ես տեսնում եմ սիրո բացակայություն, թե իմ կյանքում, թե դրսում։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սիրո բացակայություն է, երբ ոչ մի բանից չենք զարմանում, ոչ մի բանից, որովհետև պատերազմներ լինի չենք զարմանում, այդ Էփշտեյնի ցուցակն են անանում, փոքր երեխաներ են բռնաբարել, թե չէ մեր երկրում չկա դա։ Ցավոք սրտի դա ամենուրեք է, ցավոք սրտի։ Ու այս բոլորը սիրո բացակայություն է եւ մեր կյանքներում նույնպես։ Մի հետաքրքիր պատմություն պատմեմ, երբ որ Մոսկվայում էի աշխատում, մի քանի մասնագիտություն եմ ձեռք բերել, դել ասեմ, ոչ միայն մանկաբարձ գինեկոլոգ, այլ նաև ուռուցքաբան եւ գերձայնային հետազոտության մասնագետ, ոչ թե որ ուզում էի ուռուցքաբան աշխատեմ կամ գերձայնային հետազոտության մասնագետ, այլ որ կարողանամ իմ աշխատանքում ինչ պետքա կարողանամ կատարել։ Ու երբ որ ուռուցքաբանություն էի անցնում, ճիշտ ասած չեմ հիշում, որ կլինիկայում եմ, այսքան փորձեցի հիշել, սերտիֆիկատներս պետք է գնամ բացեմ նաև։ Բաժնի վարիչի անունն եմ մենակ հիշում, Ոսկանյան Սերգեյ Էդուարդի, չէր կարող դա մոռանալ, ու որ ինքն էր արդեն ուռուցքաբանության մեջ էր երևի արդեն իրան հոգնել, մարդ սիրում է աճել, մարդ պիտի աճի անպայման, որովհետև եթե հաճույք դրանից է միայն ստանում, ու Ոսկանյան Սերգեյ Էդուարդին սկսել էր կատարել տրանսպլանտացիաներ, միջև իմ գնալ այնտեղ սովորել էր արդեն անում, շատ երկար վիրահատություններ են, երևի պատկերացնում եք, որ մեկից օրգանը վերցնում են, մյուսին են տեղադրում, ես աշխատանքից գնում էի տուն, իրանք էլ վիրահատում էին, հաջորդ օր գալիս էի տեսնում հենց նույն վիրահատությունը անում են, դե մի քիչ կատակ եմ անում, բայց շատ երկար վիրահատություններ են, ու մի դեպք եմ հիշում, ում էին վիրահատում, հայր եւ որդին իր լյարդի մի մասը տալիս էր հորը, որի լյարդը արդեն չէր աշխատում ալկոհոլիզմի պատճառով։ Կներեք, հələ չեմ լավացել։ Ու ալկոհոլիզմն էր հայրը, ալկոհոլիզմը անբուժելի է։ Անբուժելի է ինչի համար, քանի որ մարդը չի ընդունում, որ ինքը ալկոհոլիզմ ունի։ Երբ որ ընդունի, որ ինքը պրոբլեմ ունի, բուժվում է, բայց մեծ մասամբ այդ մարդիկ չեն ընդունում, որ իրանք խնդիր ունեն, միջև քիչ-քիչ գլուխն է շարքից դուր գալիս, լյարդն էլ մեծ օրգանը երկար պահում է, մեկ մի օր ասում է հաջող, էլ չեմ ուզում, հոգնեց քեզանից։ Ցիրոզ է լինում ու էլ իր ֆունկցիան չի կատարում։ Տղան էլ 25-30 տարեկանի սահմաններում լավ չեմ թվերը հիշում, ու ես դրանից հետո մի շաբաթ երևի էլի այդ դեպքից կախված ապրել եմ, որ ես ոնց այսքան երկար վիրահատություն է, շատ բարդ վիրահատություն է, չգիտես վերջի ինչ կլինի վիրահատության, ու այդ երիտասարդ տղան իր լյարդի մի մասը տալիս է իր հորը, որ արդեն պարզ է, որ օգուտ շատ քիչ է հավանականությունը, որ օգուտ կլինի, որովհետև սկզբից պետք է ալկոհոլիզմը բուժես, հետո նորեն մնացած բաները։ Մի խոսքով այսպիսի շատ հազվադեպ դեպքեր, որ տեսնում ենք,
Զարմանում ենք։ Ու կուզեմ դուք էլ մի հատ նայեք ձեր կյանքը, ես իմ կյանքում սեր չեմ տեսնում։ Բոլորովին հիմա փորձում եմ ես տեսնեմ այս սերը ուր է, ինչ է, կա պատասխանատվություն, կա գուցե դիսցիպլինա, ինչ որ դրական բաներ շատ ունեմ, բայց սեր չկա։ Աշխատանք է, ռոբոտ ենք դարել, որ մենք մեր պարտականություններ ենք անում։ Իրար հետևից շատ պարտականություններ անենք, այ դա սերը սեր է, սերը պիտի լինի։ Ընկերուները զանգում են, ասում են մեզ չես կարոտել, ասում եմ ես այդ օրգանը չունեմ։ Իրոք չունեմ։ Հիմա հարցս հետևյալն է։ Ուրեմն մեկը ձեր կյանքը նայեք, տեսնեք սերը որն է ձեր կյանքում, ինչն է արտահայտվում, որտեղ է ձեր սերը։ Սիրո նմուշներ կային իմ կյանքում, հարազատներիս վերաբերյալ իհարկե, երկար տարիներ շատ կապված եմ եղել եղբորս տղայի հետ, որ գալիս էի տուն ուրախացած, որ տենց հրաշք կա, միասին ենք դեռ բոլորս ապրում։ Հետո որ Հայկը հենց հիվանդանում էր, ես դա եմ հիշում, որ ծնկի էի գալիս, ասում էի Աստված իմ կյանքս վերջրու տար, որովհետև ես չեմ կարող առանց իր ապրեմ, հանկարծ իրան մի բան լինի։ Հետո զարմանալու են երկրորդ երեխան, որ եղբորս ծնվեց, Վետան, չի պատկերացնում, որ իր հետ էլ կարող է այդպես կապ ունենամ, բայց որ մեկ էլ Սվետան էր մի անգամ հիվանդացել, ես այդ եմ հիշում, որ Հիսուս Քրիստոս, եթե դու Սվետային հանկարծ տանես ու ինձ ինչ էլ տաս, ես չեմ կարողանալու ոչ մի բանով ուրախանալ։ Ինչ-որ տենց նմուշներ եղան։ Մի անգամ էլ շատ դրանից ավելի շուտ մամայիս մի անգամ զանգեց, ես էլ շատ էլի մեծ պատասխանատվությունների իմ վրա վերցրած, գերհոգնած, մամաց զանգում է, որ պոլիկլինիկայում եմ, սիրտս վատ է, ինձ հիվանդանոց են ուղարկում։ Մի խոսքով կազմակերպում եմ, որ բերեն մեր հիվանդանոց մի անգամից կորոնարոգրաֆիա անեն, ու այդ եմ հիշում, որ մամային որ պետք է տանային այդ կորոնարոգրաֆիա, ես էլ Աստծո հետ էլի, իմ կռիվից միշտ Աստծո հետ է, որ ոչ մի բան էլ չեմ ուզում, ինչ ուզում ես արա, այս կյանքը ինձ պետք չէ, որ էլի։ Ու այդ եմ հիշում, որ բժիշկը դուրս է գալիս, ասում է ինչ էիք բերել, որովհետև ամեն ինչ իդեալական էր, մաքուր էր, անոթներ։ Աղոթելը լավ բան։ Աղոթելը շատ կարևոր է։ Սերը չկա, սերը բացակայում է, իսկ եթե սերը չկա, սիրո տեղը վախերն են լինում։ Իմ մոտ մի քիչ երևի ինչ-որ տարօրինակությունը սիրո փոխարեն վախը չի եկել, բայց որ սերը գնացել է ու տեղը դատարկ է, սա շատ կարևոր է։ Ու սա անպայման չի տղամարդու կին այդ հարաբերություններում լինեն սերը տարբեր իրերի, մարդկանց, ավելի շատ մարդկանց է իհարկե դա պետք։ Մարդ-մարդ հարաբերություններում սեր ունենանք։ Ու կուզեմ տեսնեմ դուք ունեք թե չէ։ Ինչ անենք, որ այդ սերը շատանա, ինչը մեզանից կախված, որ ինչ անենք, որ սերը շատանա։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։